երբ իշխանական լիազորությունների ընթացքում ձեռք են բերվում տեղեկություններ եւ այնուհետեւ իսկն պետական պաշտոնյան համապատասխան տեղեկությունները իրեն հասանելի են դառնում իր պարտականությունների իրականացման ընթացքում եւ այդ տեղեկությունները վերջինս օգտագործում է քարոզարշավի ընթացքում դա արդյոք կարող է հանդիսանալ վարչական ռեսուրս թե ոչ Ինչպես պետք է տարբերակենք այն տեղեկությունները, որոնք որ հասանելի են նաև on-line տիրույթում, այն տեղեկություններից, որոնք ծառայության բերումով են հայտնի դառնում կոնկրետ պաշտոնատար անձանց։ Եթե կոնկրետ դեպքերը նորից կնշեք, ես կանդրադառնամ դրանց հատ առ հատ, բայց ամեն դեպքում պետք է նշեմ նաև, որ քարոզարշավի ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածուին հարցերը տրվել են այն տրամաբանությամբ երբեմն, որ վարչապետի թեկնածուն չի հանդիսանում վարչապետ այլևս եւ մոռացության է մատնվել այն փաստը, որ վարչապետը նույնիսկ արձակուրդի ընթացքում է վարչապետ։ Կարող ենք քննարկել առանձին դեպքեր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տեղեկությունները հանրային աղբյուրներում չկային, մասնավորապես եկեք քննարկենք մեկ դեպք։ Կոնկրետ Անդրանիկ Թևանյանի հետ կապված դեպքը, որը որ քարոզարշավի ընթացքում անձը այդտեղ ինչքան էլ որ արձակուրդում է գտնվում, ինչքան էլ որ վարչապետ է հանդիսանում թեև արձակուրդում գտնվելու ժամանակում, այնուհանդերձ վերջինս այդտեղ հանդես է գալիս որպես կուսակցական եւ ոչ թե պաշտոնատար անձ եւ նման պայմաններում որպես կուսակցական եւ քարոզչություն իրականացնող անձ հայտնում է տեղեկություններ, որը վերջինիս հայտնի է դարձել իր վարչապետ լինելու պայմաններում, որովհետեւ վստահեցնում եմ ձեզ, ինձ կամ այս դահլիճում գտնվող մեծամասնությանը համենայն դեպս չէր կարող հասանելի լինել տեղեկություններ, որ դեռևս անձը չձերբակալված, Անդրանիկ Թևանյանը չձերբակալված, օրինակի համար վերջինս կարող էր մեղադրվել ինչ-որ հանցանքի մեջ։ Սրա մասին է խոսքը, առաջինը։ Եթե չեմ սխալվում, հրապարակումները ավելի վաղ են եղել, քան վարչապետի հայտարարությունները, բայց ամեն դեպքում մի բան էլ է հստակ, ես արդեն նշեցի, որ վարչապետը չի դադարում լինել վարչապետ եւ ով է ասել, որ տեղեկությունները, որոնք վերաբերում են հանրության լայն շրջանակներին եւ հետաքրքրական են իրենց համար, չեն կարող ներկայացվել հանրությանը կամ չպետք է ներկայացվեն հանրությանը։ Ինչի մասին է խոսքը։ Անձը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, թաքցնենք, չխոսենք այս մասին։ Եթե հավելելու բան եք, խնդրեմ։ Բարձր դատան սխալք ուզում էի ճշտել, քանի որ գործընկերս մեզ չի տեսնում, մենք կարող ենք, եթե հավելելու բան ունենք իլերում են մյուս ներկայացուցիչ ասացի ավելացնենք, թե մի ներկայացուցիչ միաժամանակ կարող է միայն պատասխանել։ Կանոնը վերաբերում է բոլորին, ոչ միայն ձեզ, դա ձեր որոշելիքն է։ Այսինքն կարելի է իլերում այդ դեպքում եթե կարելի է իլերում Տիկին Գալյանի ասացի, ես նշեմ, որ ըստ էության բոլոր անձին, անկախ նրանից դա վարչապետն է, ընդդիմադիր քաղաքական գործիչ է, բոլորն էլ իրենց անձնական փորձառությունից ելնելով կարող են որոշակի ինֆորմացիայի տիրապետել, որին չի տիրապետում անգամ վարչապետը։ Եվ եթե այդ տեսանկյունից նայենք, եւ եթե դա դիտենք վարչական ռեսուրսի չարաշահում, կարա նախկին պաշտոնյան, անգամ նախկին պաշտոնյա լինելով գործող պաշտոնյա չլինելով, այդ փորձառությունը ունենալով տիրապետել որոշակի ինֆորմացիայի, որին չի տիրապետում այդ փորձառությունը չունեցող, այսինքն այստեղ տարբեր բոլորի փորձառությունը ունիկալ է եւ այդ ունիկալությունը պետք չի դրան որպես արտասովոր երևույթ դիտարկել, առավել եւս որպես վարչական ռեսուրսի չարաշահ։ Մի բան էլ լրացնեմ, ցանկացած դեպքում, երբ որ պաշտոնատար անձը ենթադրաբար օրինակ հատում է թույլատրելի սահմանն անձնական տվյալների պաշտպանության կամ ծառայական գաղտնիքի օգտագործման եւ այլն, մեխանիզմներ կան դրանից պաշտպանվելու, բայց կարծում եմ սա այդ դեպքը չէ։ Իրականում հակառակի պարագայում հանրությունը կարող է դժգոհել, օրինակ կարող է դժգոհել ինչու իր հետ չեն կիսվել այն ինֆորմացիայով, որը որ պետք էր հանրությանը։ Ինչի մասին է խոսքը։ Տիկին Գալյան, հարգելի գործընկերներ, յուրաքանչյուր հանցագործ պետք է պատժվի եւ միանշանակ պետք է պատասխանատվության ենթարկվի եւ
դա թաքցնելու որևէ անհրաժեշտություն չկա։ Ես այստեղ հանդես եմ գալիս որպես փաստաբան, առաջնորդվում եմ բացառապես փաստերով եւ չեմ ներկայացնելու որևիցե ինչ-որ խեղաթյուրված կամ որոշակի այլ տեղեկություններ։ Ես առաջնորդվում եմ օրենսդրությամբ եւ ինձ հասանելի դարձած որոշակի փաստերով եւ այդ տրամաբանության մեջ էլ ներկայացվել է իմ դիմումը։ Ուստի, երբ որ ես հարցադրումը հնչեցնում եմ վարչական ռեսուրսի օգտագործման տեսանկյունից, ես առաջնորդվում եմ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքով, որի 23-րդ հոդվածով սահմանվում է. արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպման եւ իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում ծառայական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական եւ մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։ Նման պայմաններով վարչական ռեսուրս է դիտարկվում նաեւ տեղեկատվական միջոցները, այսինքն անձը համապատասխան պաշտոնը զբաղեցնելու արդյունքում ստացել է տեղեկատվական միջոց։ Եվ նման պայմաններում այդ տեղեկատվությունը օգտագործվել է, թե դա ինչով է առավելություն տվել վերջինիս, դա այս պահին քննարկման հարց չէ։ Ես ցանկանում եմ ուղղակի հասկանալ, այդ տեղեկատվությունը վերջինս իրավունք ուներ ձեր կարծիքով օգտագործելու, թե ոչ։ Հիմք ընդունելով իմ կողմից վկայակոչած օրենսդրական նորմերը։ Չնայած հանուն արդարության պետք է նշեմ, որ թվարկումը, որը դուք արեցիք մեջբերելով օրենքը, այդ թվում եզրույթով էր սկսվում, որը ենթադրում է, որ դրանով վարչական ռեսուրսը սպառիչ չի սահմանվում, այնուամենայնիվ իմ մոտ տպավորությունն էր, որ դուք տեղեկատվությունը եւ տեղեկատվության միջոցը նույնացնում եք, իմ կարծիքով դա տարբեր բաներ են։ Օրինակ պաշտոնյան տեղեկատվության միջոցներ տարբեր ունի, օրինակ, չգիտեմ, որպես միջոց դա կարելի է դիտարկել թե չէ, մամուլի ծառայություն է, որը տեղեկատվության ընդհանուր որպես ենթակառուցված տեղեկատվության միջոց գուցե կարելի է դիտարկել։ Վարչապետի դեպքում, եթե կուզեք, գուցե դա կարելի է դիտարկել այն հարթակները, որոնցում վարչապետ լինելու բերումով հանդես գալիս է, այլ անձինք հանդես չեն գալիս, բայց իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չի տեղեկատվությունը, ոչ թե այդքան էլ ճիշտ չէ, այլ բացարձակ սխալ է տեղեկատվության միջոցը նույնացնել։ Հարգելի կողմեր, ես մի խնդրանք ունեմ էլի ձեզ։ Իդ կողքից ահավոր հետաքրքիր է լսել այն մեկնաբանությունները, որ դուք տալիս եք օրենքի հետ կապված, բայց իմ հորդորներն է, որ եկեք մենք հիմա այստեղ չբանավիճենք, ով ինչպես է պատկերացնում, ինչպես է հասկանում օրենքը եւ օրենքը մեկնաբանենք։ Եկեք մենք հարցերը օգտագործենք իր նպատակին, հարցերն ու պատասխանները։ Խնդրեմ, ես հարցը հարգելի նախագահող վերաձևակերպեմ, օրենքի մեկնման հետ կապված մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք նաեւ համապատասխան միջազգային որոշումների հետ կապված, հարցը հստակ է։ Այդ քարոզարշավի ընթացքում, կոնկրետ այդ դեպքով, երբ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Թևանյանի հետ կապված հայտարարությունները, այդ տեղեկատվությունը վերջինիս հասանելի է դարձել որպես կուսակցական, թե որպես պաշտոնատար անձ։ Կարծում եմ որպես պաշտոնատար անձ։ Շնորհակալություն։